Այսօրվանից ուժի մեջ են մտնում հայաստանյան գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան արտահանելու հետ կապված նոր սահմանափակումները։ Մասնագետները վստահություն են հայտնում, որ սա Մոսկվայի վերջին քայլը չէ ու արժի սպասել նոր ապրանքատեսակների արտահանման արգելքների։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, որ ապրանքները կարող են հայտնվել սահմանափակումների հաջորդ ցանկում։ Ինչպես գիտենք, վերջին այդ որոշումը տարածվեց հայկական սմբուկի, արևածաղկի սերմի, կարտոֆիլի և մրգային ջրի տեսականիների վրա, արգելվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Պատճառաբանել են ֆիտոսանիտարական նորմերի խախտումով։ Այդ նորմերը տասնամյակներ շարունակ չէին խախտվում կամ չէին հայտնաբերում այդ խախտումները, հանկարծ երկու շաբաթվա ընթացքում այսպես ցանկ ապրանքատեսակների, որոնք խախտում են ֆիտոսանիտարական նորմերը։ Ռոսսելխոզնadzորը մեղադրել է Հայաստանի պատկան մարմինները պարտականությունները, վերահսկող պարտականությունները չկատարելու մեջ և կարծիքի հայտնել, որ այս ամենի պատճառը այն է, որ 2019 թվականին լուծարվել էր գյուղատնտեսության նախարարությունը։ Այժմ արդեն մոտ 2 տասնյակ հայկական ապրանքատեսակների վրա տարածվում է Ռոսսելխոզնadzորի այդ սահմանափակումը և հավանաբար ամենահզոր հարվածը զգացին իրենց վրա ծիրանի արտահանողները։ Դա իսկապես մեծ ծավալներ էր և ծիրան արտադրողները հենց Ռուսաստան էին սովորաբար արտահանում իրանց ապրանքները, բայց ավելի ցավոտ հարվածներ կարող են լինել, կարող ենք այժմ կանխատեսել դրանք։ Որոշ բաների մասին գրեթե բաց տեքստով Ռուսաստանում ասում են։ Օրինակ, Ռուսաստանի պետական դումայի անվտանգության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Լուգավոյը բաց տեքստով առաջարկել է, որպեսզի տարածվեն այդ սահմանափակումները հայաստանյան ոգելից արտադրող ընկերությունների վրա։ Այդ դա իսկապես լուրջ հարված կլինի, առայժմ արգելքը տարածվում է միայն 3 կոնյակ արտադրող ընկերությունների ապրանքների վրա։ Եթե տարածվի ամբողջ ոգելից արտադրողների վրա, դա իսկապես Հայաստանի գանձարանի վրա այսպես շոշափելի կլինի, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի թունդ ըմպելիքների 78%-ը արտահանվում է հենց Ռուսաստան։ Կամ մեկ այլ բաց ինֆորմացիա, Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը կից գործող հանրային խորհրդի անդամ տնտեսագետ Իրինա Լիտվինենկոն կարծիք է հայտնել, որ Ռոսսելխոզնadzորի հաջորդ արգելքը պետք է տարածվի Հայաստանում արտադրվող կաթնային ապրանքների վրա, մասնավորապես պանրի վրա։ Կարող ենք ենթադրել, որ հաջորդ քայլն էլ կլինի արդեն մսային ապրանքը, մասնավորապես բաստուրմա և սուջուխ արտադրող ընկերությունները կարող են տուժել։ Կարող են տուժել նաև վերամշակող արդյունաբերության հայաստանյան ընկերությունները և այդ արգելքը հնարավոր է տարածվի պահածո արտադրողների, մուրաբա արտադրողների, չգիտեմ, մարինադների, ջեմ արտադրողների վրա։ Այնտեղ էլ կարող են ծանր մետաղներ հայտնաբերել կամ պեստիցիդներ հայտնաբերել կամ դրոշմավորման ինչ-որ խախտումներ, դա միանգամայն իրատեսական է։ Իսկ սահմանափակումները տարածվելու են միայն ապրանքների ներմուծման վրա, թե այլ բնույթ էլ կարող են կրել։ Դե օրինակ Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանը շարունակի զարգացնել իր եվրոինտեգրման ուղին, Ռուսաստանում պատկան մարմինները որոշում պետք է կայացնեն Հայաստանի քաղաքացիների միգրացիոն արտոնությունները վերացնելու ուղղությամբ։ Մեկ այլ ցավոտ հարված, եթե սկսեն կիրառել սահմանափակումներ դեպի Հայաստան զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Հայտնի է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ 36-ից 43%-ը սովորաբար ռուսաստանցիներ լինում։ Իսկ այս տարի այդ ցուցանիշը էլ ավելի է աճել մոտ 20%-ով։ Ժամանակին, երբ Թուրքիայի հետ Ռուսաստանը խնդիր ուներ, արգելափակումներ էին օգտագործում Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հետ կապված։ Չի բացառվում, որ այս անգամ նման բան լինի նաև Հայաստանի հետ։ Արտյոմ, ռուսաստանցի սպառողը այդ քայլերից չի տուժում։
Դե ես վստահ եմ, որ տուժում է, համենայն դեպս հայաստանյան ծիրանը վայելելու հնարավորությունից զրկվել են, բայց տնտեսագետները հավաստիացնում են, որ գների վրա համենայն դեպս դա չի անդրադառնա։ Ռուսաստանում հայտնի տնտեսագետ Ալեքսանդր Աֆինագենովը ոչ միայն պնդում է, որ գների թանկացում չի լինի, այլ նաև հայտարարում է, որ Հայաստանից ապրանք ձեռք բերելը Ռուսաստանի համար դա ոչ թե շահից բխող քայլ էր, այլ ընդհանրապես Հայաստանին օգնելու նպատակ ունեցող որոշում։ Տարօրինակ է, երբ նման բանը ասում է տնտեսագետը, քանի որ բիզնեսում օգնության մասին խոսելը փոքր-ինչ իսկապես զարմանալի է։ Իսկ Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Դմիտրի Կուզնեցովն էլ խոստովանել է, որ այս վերջին սահմանափակումները կապ ունեն ոչ թե ֆիտոսանիտարական նորմերի խախտման, այլ քաղաքական որոշման հետ։ Եվ նա ասել էր, որ Ռոսսելխոզնադզորը կատարում է այն որոշումը, որը բխում է Ռուսաստանի պետական շահից, եւ Ռոսսելխոզնադզորը ոչ թե ֆիտոսանիտարական նորմերին պետք է հետևի, այլ պարզապես կատարում է պահակ շան դերը։ Շնորհակալություն, Արծուն։